մեդիայի ուղիղ եթերում օրվա լրատվության գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Օրվա կարևոր թեմաները նախ համառոտ։ Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն բանտ, վերաքննիչ դատարանը որոշում է հրապարակել։ Դատավոր Սուրեն Խաչատրյանի ֆանտազիայից մենք չունենք։ Ես չեմ պատկերացնում ինչ է նշանակում այն, ինչը ինքը կայացրել է։ Թուրքիան բաց տեքստով խոսում է Հայաստանի ապագայի մասին, միջանցք, իշխանություն, ընտրություն, ում օրակարգն է սպասարկում Երևանը եւ ինչ գին ունի այդ լրությունը Հայաստանի համար։ Սոցիալական պահանջներ, քաղաքական հայտարարություններ ու քննադատություն իշխանության հասցեին, արցախցիները պատրաստվում են փողոցային պայքարի։ Մարտի վերջ կամ ապրիլին սկսել շարժում փողոցային։ Դատավորը հաստատեց Ռոբերտ Քոչարյանի ու նրա նախկին ենթակաների գործով նոր մեղադրանքը, երկրորդ նախագահը աբսուրդային կետերի մասին է խոսում։ Սամվել Կարապետյանին կրկին կտեղափոխեն բանտ, վերաքննիչ դատարանը այսօր է հրապարակել իր որոշումը։ Ըստ դրա վերաքննիչը վերացրել է դեկտեմբերի 30-ին առաջին ատյանի դատարանի տնային կալանքի մասին որոշումը։ Դատախազությունն ավելի վաղ բողոքարկել էր Սամվել Կարապետյանին տնային կալանքի տեղափոխելու որոշումը, ինչը վերաքննիչը բավարարել է։ Տաշիր գրուպի սեփականատերը տնային կալանքի տակ մնաց 17 օր։ Դատավոր Սուրեն Խաչատրյան ոչ թե իդեպ հենց ուղիղ բեկանել է տնային կալանք, այստեղ մի քիչ իրավական տեխնիկայի հարց կա։ Ինքը բեկանել է վարույթ հարուցելու մասին որոշումը։ Վարույթ հարուցելու մասին որոշման բեկանման իր կողմից կայացված դատական ակտը, անկեղծ կասեմ, մենք իրավաբաններով ունենում ենք բավականին մեծ պատկերացումներ, ինչ որտեղ երևի թե ֆանտազիա ենք մեծ ունենում։ Դատավոր Սուրեն Խաչատրյանի ֆանտազիայից մենք չունենք։ Ես չեմ պատկերացնում ինչ է նշանակում այն, ինչը ինքը կայացրել է։ Արդեն ունեմ հստակ վարկած, թե ինչով է պայմանավորված, որ Սամվել Կարապետյանի մոտ ներկայումս առողջական խնդիրներ են ի հայտ եկել։ Վարկածը նրանում է, որ այստեղ եղել է դիտավորություն դրա նկատմամբ։ Այսինքն իսկապես իրավասու պաշտոնյաները գիտակցել են, որ օրինակ իր մոտ առկա է թոքաբորբ, երկկողմանի, ֆիբրոզով, բայց միաժամանակ դիմել են անգործության։ Իսկ թե ինչի համար, այսինքն Հայաստանի Հանրապետության համար բացառապես լավը արած մարդուն նման առողջական վիճակի հասցնել։ Հակակոռուպցիոն դատարանում էլ այսօր կայացել է Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանին ու նրա ընտանիքին վերագրվող կոռուպցիոն գործով առաջին դատական նիստը։ 37-ամյա նախկին քաղաքապետից բացի մեղադրյալի աթոռին են նրա ամուսինն ու սկեսրայրը։ Բոլորն էլ ազատության մեջ են։ Դիանա Գասպարյանը թեև խոստացել էր, որ տոներից հետո հանգամանալից կանդրադառնա քրեական գործին, այսօր հրաժարվել է լրագրողների հարցերին պատասխանել։ Ասել է, մամուլի ասուլիս կկազմակերպի եւ կանդրադառնա գործին առնչվող հարցերին։ Ոչ մի կանխակալ կամ դրական ինչ-որ այլ վերաբերմունքով անավոճական չկա, իսկ թե ինչի կանանք չեղել, արդեն պետք է նախաքննության մարմինը պատասխանի։ Այսքանով ավարտենք։ Լավ, մեկ վերտանենք։ Թեմայով է։ Անդրադառնանք եւս մեկ դատական գործի, որը տարիներ շարունակ չի լքում հանրային օրակարգը։ Մարտի 1-ի գործի վերաբացումից 1 տարի անց այսօր հակակոռուպցիոն դատարանի դատավորը հաստատեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա նախկին ենթակաների գործով նոր մեղադրանքի որոշումները, փաստացի թույլ տալով հանրային մեղադրողին փոխել նախկին պաշտոնյաներ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գևորգյանի մեղադրանքը։ Այսօր դատարանում Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ներկայացված մեղադրանքներում կան իր խոսքով իրականության հետ աղերս չունեցող եւ սահմանադրությանը հակասող դրույթներ։ Ես կոնկրետ իմ օրինակի վրա կարող եմ ասել, ակնհայտ ապահովի ձևով գործել եմ տարելեսու կազմակերպել բանտում, իմ հետ։ Չեմ ուզում, եթե պետք է կարող ապահով, դեպքերը կան շատ են։ Կոնկրետ ես, դուք չեք եղել, քննչական խմբի ղեկավարն եմ, որ այսօր ուրիշ եղել, մանրայի կալկարած։ Կոնկրետ իմ հետ կարող եմ։ Ես որ ցենց կեսից թողնում եմ ասում եմ, որ ասխալական եմ, բան չուներ ասել, թողով գնացել եմ, իրեն թողել եմ, մյուս մեկ ցուցմունք տողող եղել, ցուցմունքից հետ ամենջապես պաշտպանաստացել, հետո հիմա բան հետախուզման մեջ է։
Շարունակելով դատական թեման, Հայաստանում առաջին անգամ դատարան է դիմել եպիսկոպոսը, վիճարկելով ամենայն հայոց կաթողիկոսի որոշումը։ Խոսքը Գևորգ եպիսկոպոս Սարոյանի մասին է, որը Նիկոլ Փաշինյանին միացած 10 բարձրաստիճան հոգևորականներից մեկն է։ Սա իրավական վեճ է, թե քաղաքական հաշվեհարդարի նոր հարթակ կարող է դատարանը միջամտել եկեղեցական կանոններին եւ ինչ հետևանքներ կարող է ունենալ այս գործընթացը պետական եկեղեցական հարաբերությունների համար, ներկայացնում է Անիա Պաղյանը։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, որ Նիկոլ Փաշինյանին միացած հոգևորականներից է, դատի է տվել հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցուն։ Լուրը հաստատում է նաև նրա հիմնած հայ առաքելական եկեղեցու բարենորոգման շարժում անունը կրող կայքը։ Դատարանը կարող է քննել վեհափառ հայրապետի եկեղեցու կանոնների շրջանակում կայացրած որոշում։ Միջամտություն կարող է ունենալ։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանի խոսքով հակասահմանադրական քայլ է։ Իրավական առումով անտրամաբանական է, թե հոգևոր առաջնորդի գործողությունները ինչ քննարկման պիտի արժանանան, դա սովորական աշխատանքային հարաբերություններ չեն, դա կրոնական կազմակերպության ներքին կանոնակարգումներն են, հետևաբար աշխատանքային օրենսգրքի նորմեր չեն կարող տարածել։ Նիկոլ Փաշինյանի շարժմանը միացած եպիսկոպոսը պահանջում է անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունն ու վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը։ Այդ պահանջը դատարանը չի կարող բավարարել, կարծում է փաստաբանը։ Մասյացոտնի թեմի առաջնորդական նոր տեղապահ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը կարծում է, ընթացք տալու դեպքում եկեղեցին քայքայելու նոր գործիք է հայտնվելու իշխանության ձեռքում։ Այդ որոշումը եթե կայացվի, ամբողջությամբ քայքայվելու է տրամաբանությունը, եկեղեցի պետություն, հարաբերությունների այն սահմանադրական նորմերը, որ գոյություն ունեն, դրանց ամբողջ տրամաբանությունը քայքայվելու է։ Բացի դրանից քայքայվելու է նաև ամբողջ եկեղեցու ներսում գործող նվիրապետական ամբողջ կառույցը։ Այստեղ շեշտադրում եմ, վեհափառը գործել է իր իրավասությունների շրջանակում։ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Մասյացոտնի թեմի առաջնորդ նշանակվել է 2021 թվականին հայրապետական տնօրինությամբ։ 2026 թվականի հունվարի 10-ին էլ հայրապետական տնօրինությամբ ազատվել թեմի առաջնորդ եկեղեցական պաշտոնից։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականից նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։ Մասյացոտնի թեմի նոր տեղապահի համար անհասկանալի է եպիսկոպոս Սարոյանի մոտեցումը։ Ինչու ամենայն հայոց կաթողիկոսի նրա առաջնորդ նշանակվելու որոշումն ընդունելի էր, ազատվելու որոշումը չէ։ Չէ՞ որ երկուսն էլ հայրապետն է կայացնում։ Փորձեցինք կապ հաստատել Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Մեր պետական կառույցները ինչու պիտի միջամտեն, որն է լիազորությունները իրենց։ Եկեղեցու ներքին կյանքը կառավարվում է եկեղեցու ընթացակարգերով եւ ոչ թե արտաքին միջամտությամբ։ Փաշինյանին միացած եպիսկոպոս Սարոյանն իր քայլով վերահաստատում է, արշավը ոչ թե անձերի, այլ եկեղեցու դեմ է, նշում է Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահը։ Եկեղեցու դեմ Գևորգ եպիսկոպոսի հայցադիմումն Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է մուտքագրվել հունվարի 15-ին, մակագրվել է դատավոր Էդգար Հովհաննիսյանին։ Փաստաբան Մարինե Ֆարմանյանը կարծում է, հայցադիմումը մերժելու է դատարանը։ Անիա Պաղյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Արցախցիներն էլ բարձրաձայնում են իրենց սոցիալական իրավունքի խնդիրները։ Մարտի վերջին փողոցային պայքար սկսելու մասին է հայտարարել Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը ու շեշտել, որ հանրահավաք են իրականացնելու, որպեսզի կանխեն արտագաղթը։ Պնդում է, որ Հայաստանի իշխանությունը իրավունք չունի արցախցիների անունից հանդես գալու եւ փակելու Արցախի էջը։ Մարտին փողոցային պայքար են սկսելու արցախցիները, նրանց խոսքով սոցիալական իրավունքների վերականգնումը հնարավոր է միայն հանրային ճնշման միջոցով։ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այս որոշումը կայացվել է հենց արցախցիների պահանջով։ Տեղի կունենա հանրահավաք, որից հետո կհասկանանք ինչ կարող ենք անել, հաշվի առնելով մեր հայրենակիցների վիճակը, արտագաղթը։ Այսօր ունենք 20-25 հազար հայրենակիցներ, ովքեր արտագաղթել են, բայց վստահ եք չէ, որ եթե չլիներ ռուս-ուկրաինական հակամարտությունը, արցախցիների մեծ մասը այստեղ չէին լինի։ Արցախցիները հիասթափված են Հայաստանի իշխանությունից, որը միջազգային հարթակներում հայտարարում է, պատրաստ են Արցախից տեղահանվածներին ապահովել Հայաստանում։ Արցախի պետնախարարի խոսքով նախկինում տարբեր պաշտոնյաների հետ հանդիպումները ցույց են տվել, որ գործնականում այդ պատրաստակամությունը չի վերածվում պատասխանատվության։
Պետնախարար նշանակվելուց հետո Հայաստանի կառավարությունը մեր հետ կոմունիկացիաներ չի պահում։ Եվ խնդիրը այն է, որ փորձում է հասարակական կազմակերպությունների հետ որոշ հարցեր քննարկել, սա իհարկե ակնհայտ է, ուր են տանում այդ ճանապարհները, փակել Արցախցիների իրավունքի հարցը եւ Արցախի իշխանությունների դերն նսեմացնել։ Հայաստանի իշխանության անտարբերության պայմաններում Արցախի իշխանությունը ստեղծել է բարեգործական հիմնադրամ եւ դիմել տարբեր բարեգործների մի քանի հազար արցախցիների սոցիալական խնդիրները մեղմելու նպատակով։ Ըստ Իսկանդարյանի, նրանց եւ օգնողներ են եղել եւ մերժողներ։ Հաշվետու ասուլիսի ընթացքում Արցախի հանրապետության պետնախարարը անդրադարձել է նաեւ քաղաքական հարցերին, հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի արցախցիների անունից հրաժարվել նրանց ինքնորոշման իրավունքից։ Նա իրավունք չունի ուղղակի հանդես գալու եւ փակելու Ղարաբաղի հակամարտության էջը։ Իսկանդարյանը նաև քննադատել է Արցախի թեմի առաջնորդի դիրքորոշումը, կոչ անելով թեմի հոգևորականներին համախմբվել դադիվանքի հոգևոր սպասավոր Տեր Հովհաննեսի շուրջ։ Սեդա Մակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում նոր կարգավորում է առաջարկում քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանը, որպեսզի լուծվի արտասահմանում բնակվող եւ հետախուզման մեջ գտնվող քաղաքացիների հարցը։ Այժմ արտասահմանում բնակվող եւ հետախուզման մեջ գտնվող ավելի քան 1200 հայրենակից կա, որոնց 27 տարին լրացել է եւ դրանք չեն վերադառնում Հայաստան, քանի որ չունեն այլ ընտրանք, քան 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկվելը։ 2024 թվականին ընդունված օրենքում, որի հեղինակը նույնպես Սարգսյանն էր, նշված է, որ այն վերաբերում է օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ 27 տարին լրացած անձանց։ Ըստ նախագծի, օրենքը կվերաբերի 27 տարին լրացած բոլոր անձանց։ Այս օրենքով ես առաջարկում եմ լուծել այս հարցը մեկընդմիշտ, որպեսզի եւ մեր տղաները շահեն, եւ պետությունը։ Նախագծով 27-ից 37 տարեկան քաղաքացիները կարող են ազատվել քրեական պատասխանատվությունից կամովին վերադառնալով Հայաստանի Հանրապետություն եւ ընտրելով նշված 5 տարբերակներից մեկը։ Առաջին՝ ծառայել 24 ամիս ժամկետով։ Երկրորդ՝ ծառայել 12 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ։ Երրորդ՝ ծառայել 6 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 5 միլիոն դրամ։ Չորրորդ՝ ծառայել 1 ամիս ժամկետով եւ պետական բյուջե վճարել 10 միլիոն դրամ։ Եվ 5-րդ՝ զինվորական ծառայության փոխարեն պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ։ Նշեմ, որ իմ նախորդ օրենքի ընդունումից հետո 2024 թվականի փետրվարից մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը 17 ամիսների ընթացքում օրենքից օգտվել է շուրջ 200 քաղաքացի։ Նրանք վճարել եւ կամ ծառայել են զինված ուժերում, հաշվառվել պահեստազորում, պետական բյուջեը մուտքագրվել շուրջ 2 միլիարդ դրամ։ Իդեպ Հայկ Սարգսյանը հաստատել է, հաջորդ գումարման խորհրդարանում չի լինի խմբակցության կազմում։ ՔՊ-ն մերժել է նրա դիմումը։ Հայկ Սարգսյանն ասել է, որ սահմանված կարգով բողոքարկել է վարչության որոշումը։ Իրեն հրավիրել են վարչության նիստի եւ իր համար ընդունելի որևէ պատճառաբանություն կամ ընդհանրապես պատճառաբանություն չի ներկայացվել։ Կուսակցությունը որդեգրել է քաղաքականություն, որ պետք է լինի թափանցիկություն, հավասարություն եւ պետք է լինի բոլոր կուսակցականների համար թափանցիկ գործընթացը, ցավոք սրտի բազմաթիվ կուսակցական իմ ընկերներ տարակուսանք են հայտնում, որ իրենք տեղեկացված չեն, թե ես ինչու թույլ չի տրվել, որպեսզի ես ընդգրկվեմ ցուցակում։ Ես առաջիկայի ընտրություններում, եթե որևէ բան չփոխվի, այսինքն եթե վարչությունը նոր որոշում չկայացնի, օրինակ վարչության նիստ չանեն ու որոշեն, որ չէ Հայկի նկատմամբ սխալ են, կարեք եք ընդգրկենք, ես չեմ լինի առաջիկա ընտրություններում քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակում, ասեմ որ նաև նման ցանկություն չունեմ եւ անգամ բողոքարկելուց չընդունելուց հետո լինել նախընտրական ցուցակում։ Ալեն Սիմոնյանն էլ պարզաբանել է, եթե լուրջ պատճառ չլիներ, Հայկ Սարգսյանին ԿՊ ցուցակից չէին հանի։ Իրեն շատ մանրամասն ներկայացվել է պատճառը, ինչպես նաև բոլոր մնացածին, բոլոր մնացածին այտենց չի ներկայացվել, ոնց որ Իրանը ներկայացվել որպես գործընկեր եւ ցավում եմ, որ ինքը նույնիսկ այդքան ներկայացնելուց հետո հիմա պնդում է անում, որ ինքը չի հասկացել։ Այդքան լուրջ պատճառները։ Տեսեք, չեմ պատրաստվում որևիցե գնահատական տալ, եթե լուրջ չլիներ, եթե դրա առիթը չլիներ, նման որոշում չէր կայացվի, հա։
Երեկվանից լրատվական օրակարգում գլխավոր թեմաներից մեկը շարունակում է մնալ Հական Ֆիդանի հայտարարությունը, երբ օտար երկրի արտգործնախարարը ոչ միայն մեկնաբանում է Հայաստանի տարածքով անցնող ճանապարհները, այլ նաև ակնարկում, ով պետք է ղեկավարի Հայաստանը, ըստ քաղաքագետների սա արդեն ոչ թե դիվանագիտություն է, այլ ուղիղ քաղաքական ազդակ։ Ինչ է իրականում ուզում Անկարան եւ ինչ դեր է վերապահում Հայաստանին այս մեծ տարածաշրջանային խաղում, մանրամասները Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը խոսում է ոչ միայն Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցությունների մասին, այլև հրապարակավ ընդգծում է Երևանի կառուցողական դերը այդ գործընթացում։ Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություն է սպասվում, եւ դա եւս կարևոր փուլ է։ Սակայն մենք տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը ներկայումս հանրային հարցումներում առաջատար դիրքում է։ Ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը համոզված է, տեղի է ունենում Հայաստանի քաղաքական կլանում, եւ Թուրքիան դա այլևս չի ելթաքցնում։ Թուրքիան ողջում է, Թուրքիան որոշումներ է կայացնում, նույնիսկ Հայաստանի ներքաղաքական իրավիճակների համար։ Եվ սա այն դեպքն է արդեն, ինչի մասին մենք խոսում էինք առնվազն 2020-ի պատերազմից հետո, սակայն այն 5 տարի անց արդեն իրենք որևէ բան ծածուկ անելու կամ ենթատեքստերով ասելու կարիք չունեն, իրենք ասում են ուղիղ, իրենք ասում են հստակ։ Թուրքիայի արտգործնախարարը բաց տեքստով հայտարարում է. Ադրբեջանի, Հայաստանի եւ Թուրքիայի քաղաքական ղեկավարությունները կիսում են նույն նպատակը, եւ Հայաստանին մնում է կատարել մի քանի քայլ։ Իսկ ինչ քայլերի մասին է խոսքը։ Այդ մի քանի բանը կարող են վերաբերել շատ հարցերի, ոչ միայն ճանապարհային հարցերին, այլ նաև կապված հենց նույն սահմանադրության փոփոխության հետ, որը գիտենք Բաքուն է ներկայացնում որպես պահանջ, բայց Անկարան էլ հայտարարում է, որ հայ-թուրքական հարաբերությունը կախված է նաև թե Ադրբեջանը որքանով բավարարված կլինի Հայաստանի հետ քաղաքական գործընթացի իր պայմանների հարցում։ Այլ կերպ ասած, Հայաստանը պետք է ավելի համահունչ դառնա այն պատկերացումներին, որն ունի Թուրքիան աշխարհաքաղաքականության տրամաբանության մեջ։ Հակոբ Բադալյանը կարծում է, որ Թուրքիան նպաստավոր է համարում Փաշինյանի քաղաքականության շարունակությունը, սակայն ֆորմալ առումով չի միջամտում Հայաստանի ներքաղաքական կյանքին։ Բայց նաև հասկանում ենք, որ Թուրքիան ամեն կերպ կփորձի իր շահերի տեսանկյունից իր ազդեցությունը ունենալ Հայաստանում ներքաղաքական process-ների այս կամ այն զարգացման հարցում։ Ֆիդանի հայտարարությունները ցույց են տալիս, որ իրենց ձևակերպմամբ Զանգեզուրի միջանցքը Անկարայի համար ինքնանպատակ չէ։ Այն առանցքային օղակ է միջին միջանցքի տրանսկասպիան միջազգային տրանսպորտային ուղու ամբողջականացման համար, որտեղ Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնուրույն սուբյեկտ, այլ որպես սպասարկող տարածք։ Տեսեք, ինչ որտեղ խաղաղության քողի տակ եւ այդ ոգու համահունչ, որը խոսում է հատկապես մեր իշխանությունները, փորձում են բարեդրացիական, եղբայրական հարևանների հետ զրո պրոբլեմ, ժամանակին Դավիթ Օղլուի քաղաքականություններ բերեն այն կետին, որ խաղաղության հարցում, երբ որ բացվում են ճանապարհները, երբ որ ենթակառուցվածքները համատեղ շահագործվում են, ապա վտանգները վերանում են։ Թուրքիայի արտգործնախարարը ուղիղ շեշտում է. միջանցքը պետք է իրականացվի այնպես, ինչպես ցանկանում է Ադրբեջանը։ Մետաքսե Հակոբյանի համոզմամբ Թուրքիան վաղուց է ուղղորդում Բաքվին, իսկ Արցախը կորցնելուց հետո Հայաստանը վերածվել է ճշմարտ ենթակա սուբյեկտի։ Արցախը դուրս բերել բոլոր process-ներից, Արցախը հանձնել, դա հենց նշանակում էր Հայաստանը դարձնել սուբյեկտ բոլոր առումներով։ Դա բացի անվտանգային, բացի մնացած բոլոր հարցերը զուտ արտաքին քաղաքականության մեջ հենց պայմանավորված Արցախի հարցի փակումով այս իշխանությունների կողմից Հայաստանը արդեն դարձավ սուբյեկտ։ Վերլուծաբանների կարծիքով Փաշինյանի վերընտրման վերաբերյալ Թուրքիայի դրական վերաբերմունքը սերտորեն կապված է միջին միջանցքի եւ թուրքական աշխարհի ձևավորման ռազմավարության հետ։ Անկարան ուշադիր հետևում է նաեւ Հայաստանի արտաքին քաղաքական ուղերձներին։ Հարցը մեկն է. այս գործընթացում ով է իրականում վերահսկող կողմը։ Անահիտ Սարգսյան, Նոննա Գևորգյան, ABC Media։
Եվ վերջին շրջանում տարածված մի խնդրի մասին։ Որոշում ես ճամփորդել, հստակ պլանավորում ես ճամփորդությունը, ընտրում ամենահարմար երթուղին, հավաքում ճամպրուկները, գնում օդանավակայան ու հանկարծ պարզվում է, որ թռիչքը չեղյալ է հայտարարվել, բայց պատճառների ու ընթացքի մասին տեղեկացնող չկա։ Ինչու ավիաընկերությունները պատշաճ չեն ներկայացնում իրենց ուղևորներին, ինչ անորոշություններ ու ֆինանսական խնդիրներ են ստեղծում եւ ով է պատասխանատու, Գառնի Մութաֆյանն է ուսումնասիրել։ Պատկերացրեք, ամիսներ առաջ պլանավորել եք ամանորի ընտանեկան ճամփորդությունը, ընտրել եք թե ֆինանսապես, թե ժամանցային ամենահարմար երթուղին, հավաքել եք ճամպրուկները, երեխաների հետ հետևի հասել օդանավակայան ու ժամեր անց պարզել, որ թռիչքը չեղյալ է հայտարարվել։ Հենց այսպես էլ սկսվում է զրուցակցից ճամփորդությունը, երբ արդեն հանձնում են ճամպրուկները, պարզվում է, որ հունվարի 2-ին Երևան-Պրահա նախատեսված թռիչքը հետաձգվում է։ Ավիաընկերության հետ կապ հաստատել չի հաջողվում։ Հստակ տեղեկություն չկա ոչ թռիչքի նոր ժամի, ոչ էլ հետագա քայլերի մասին։ Ու սկսվում է ժամերով ձգվող սպասումն ու անորոշությունը։ Ժամերը դառնում են օրեր։ Հունվարի 2-ին մեր թռիչքը նախատեսված էր ժամը 17-ին։ Արդեն օդանավակայանում էինք, երբ ասացին, որ ուշացում է լինելու, երբ է նոր թռիչքի ժամը կամ առհասարակ լինելու է թռիչք, ոչ մի տեղեկություն չկար։ 2-3 ժամ սպասեցինք, վիզայերի գրասենյակ կամ կապի միջոց չկար։ Դիմեցինք օդանավակայանի ինֆորմացիոն կենտրոնին, ասացին, որ շարունակենք սպասել։ Կապի մեջ են ավիաընկերության հետ ու նորություն ունենալուն պես կասեն։ Սակայն այդպես էլ նորություն չեղավ, բայց մեզ ասում էին չգնանք, որովհետև ցանկացած պահի հնարավոր է տեղի ունենա թռիչքը։ Այդուամենայնիվ մենք որոշեցինք վերադառնալ տուն եւ սպասել, որովհետեւ տեղեկություն ունեինք, որ Պրահա մեկնող ինքնաթիռը Համբուրգից պիտի գար Երևան, բայց այդ թռիչքը տեղի չի ունեցել։ Միայն կես գիշերին մոտ ավիաընկերությունը մեյլով տեղեկացրեց, որ թռիչքը հետաձգվում է, իսկ ավելի ուշ հայտնեցին, որ ընդհանրապես չեղյալ է հայտարարվում։ Ստացվում է, Եվրոպական ավիաընկերությունը միայն 5 ժամ անց է ուղևորներին զգուշացրել, որ թռիչքը հետաձգվում է, տալով ընտրության երկու տարբերակ՝ կրկին տոմս ամրագրել հաջորդ թռիչքի համար կամ հետ պահանջել տոմսերի գումարը։ Պարզվում է, որ հաջորդ թռիչքի համար բոլոր տոմսերն արդեն սպառված են, զանգում ենք ավիաընկերության աջակցության կենտրոն, որը հայկական համար է, բայց Հայաստանում չի գործում, ասում են կարող են տոմս ամրագրել հունվարի 5-ի համար, իսկ վերադարձը կլինի հունվարի 9-ին։ Մինչդեռ տուրիստական գործակալությունն ասում է, որ չկա ազատ տեղ, ոնց են ուզում տոմսը ամրագրել։ Մի խոսքով մի խառնաշփոթ, փորձում ենք հյուրանոցի ամրագրումը քենսել անել, բայց ասում են փողը չեն վերադարձնի։ Վիզից ամբողջ գիշեր ասում են սպասեք զանգի, այդպես էլ չեն Արդյունքում որոշում ենք հրաժարվել իրենցից ու տոմսեր ամրագրել Լյուֆթանզիայով։ Արդյունքում այս ընտանիքը կորցրել է Պրահայում ամրագրված հյուրանոցի 2 օր, եռակի թանկ վճարել նոր տոմսերի համար, իսկ վնասի փոխհատուցման մասին խոսք չկա։ Փնթի, անկազմակերպ, ուղևորներին զրո աջակցություն, կապի տոտալ բացակայություն, վիզայի ուղևորների նկատմամբ դրսևորել է զրո պատասխանատվություն։ Ըստ էության որևէ աջակցություն կամ փոխհատուցում չենք ստացել։ Հույզերն ամանորյա նման անակնկալ է մատուցել նաև մի քանի օր անց, արդեն Երևան վերադարձողներին։ Ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել հունվարի 9-ին նախատեսված Պրահա-Երևան չվերթը, առանց պարզաբանման եւ առանց ուղևորներին այլընտրանք առաջարկելու։ Ոչ մի ինֆո չկա, ֆլայթը քենսել ա եղել, քանի օրից են մեզ cover անում, քանի օրից մենք պետքա թռնենք, հետ գանք։ Ընդհանրապես աբսոլյուտը ոչ մի ինֆո չկա, ասենք մարդը ծախսել է իր հանգստի ժամանակ իր ամբողջ փողերը ծախսել է։ Հիմա մենք մեզնով պետքա գնանք այդ հոթել, մի օր մնանք, ինչ ենք անելու, ոնց ենք անելու, երբ է մեր ռեյսը, զրո ինֆորմացիա։ Փոխարենը ավիաընկերությունն առաջարկել է ուղևորներին մեկնել Պրահա-Քութայիս չվերթով եւ այնտեղից սեփական միջոցներով հասնել Երևան կամ ընտրել Պրահա-Ստամբուլ-Երևան երթուղի։ Բլոգերի խոսքով ավիաընկերությունը չի տրամադրել ոչ տրանսպորտի, ոչ հյուրանոցի, ոչ էլ սննդի կամ ջրի վաուչերներ։ Խաոսը հիմա վերջնականացնեմ։ Էփը կախած է մոտս, մինչև հիմա է կախած է էփը, ոչ մի ինֆո չի բերում ինձ նորմալ, Wizz-ի էփը, ցույց է տալի, որ Քութայիսի չվերթն է, չկա քենսել ա եղած եւ այլն, այս սկրիները ունեմ, մոտս պահել եմ նավսյակի, բայց պահի տակ բերեց մեյլ եկա, որ ես ինձ տեղափոխել ա Պրահա Երևանից Քութայիսի Երևան թռիչք անվճար, բայց էդ է վախեցա, որտեվ ասում է overbooked է, տեղ չկա, տոմս չկա,
Օսի նովսյակի մարդ ես կարող է մեր ժամն է գա, բայց ինձ սիտ չտանստելու օթի մեջ մնամ, ասի մնա ու գնում եմ այդ ներկայացուցիչ կնոջ ասում եմ օքեյ, էլ որ չվերթով ինձ կարած հետ ուղարկես Երևան, ասում ամսի 14-ին Պրահա Երևան թռիչք ունեն։ Ասում եմ 5 օր ինչ եմ անելու ես այս քաղաքում, ես ամբողջ գումարը ծախսել եմ ամեն ինչ, այլ չեմ պատրաստում ստեղ մնալ, բայց դա միակ տարբերակը չի ասում որ Քութայիսից Երևան քեզ կտեղափոխեն։ Իդեպ փոխհատուցման համար դիմել են բազմաթիվ ուղևորներ։ Wizz-ը մերժել է, պատճառաբանելով, թե թռիչքները չեղյալ են հայտարարել վատ եղանակի պատճառով։ Այդ դեպքում հարց է ծագում. ինչպես են մյուս ավիաընկերությունները կարողացել իրականացնել չվերթներ նույն ուղղություններով։ Գառնի Մութոֆյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Թռիչքներից ուշացման պատճառ հաճախ դառնում են նաև Երևանի խցանումները։ Խնդիր, որի լուծում այդպես էլ չի կարողանում գտնել քաղաքային իշխանությունը։ Բայց խնդիրը միայն Երևանինը չէ։ Իմ գործընկեր Սվետլանա Պետրոսյանը ուսումնասիրել է աշխարհի փորձը։ Ինչ հաջող փորձեր են կիրառվում աշխարհի տարբեր երկրներում, դիտենք ռեպորտաժը։ Անընդհատ ազդանշաններ, թարթող զգուշացնող լույսեր, իրար հերթ չտվող մեքենաներ։ Քաղաքապետարանը փորձում է մեղմել խնդիրը։ Օրինակ դպրոցներում դասաժամերը սկսում են ավելի շուտ, որպեսզի առավոտյան երթևեկությունը որոշ չափով թեթևանա։ Սակայն ինչպես տեսնում եք, այս քայլը դեռևս չի լուծել խնդիրը։ Պարզվում է, ճանապարհային խցանումները միայն Երևանի խնդիրը չեն։ Աշխարհի շատ երկրներ տարիներ շարունակ տարբեր մեթոդներով փորձում են կարգավորել երթևեկությունը։ Դրանցից մեկը մուտքի վճարի սահմանումն է առավել ծանրաբեռնված հատվածներում։ Այս մոտեցումն առաջին անգամ կիրառվել է Սինգապուրում դեռևս 1975 թվականին։ Քաղաքի կենտրոն մուտք գործելու համար վճար սահմանելուց հետո պարզ դարձավ, որ երթևեկությունը կարող է իրականում կարգավորվել։ Հետագայում այս փորձը որդեգրեցին նաև Լոնդոնը, Լոս Անջելեսը, Փարիզը եւ Նյու Յորքը։ Համակարգը գործում է հետևյալ կերպ։ Ճանապարհներին տեղադրված կարմիր նշանները վարորդներին նախապես տեղեկացնում են, որ նրանք մտնում են վճարովի գոտի։ Սա հնարավորություն է տալիս ընտրություն կատարել, շարունակել երթևեկությունը, թե ընտրել այլ երթուղի։ Իսկ Չինաստանի ավելի քան 14 միլիոն բնակչություն ունեցող Գուանչժոու քաղաքում խցանումներ գրեթե չեն լինում։ Այստեղ խիստ սահմանափակումներ են գործում քաղաքում չհաշվառված մեքենաների համար։ Աշխատանքային օրերին առավոտյան ժամը 7:30-ից 9 եւ երեկոյան 17-ից 19 այդ մեքենաները պարզապես իրավունք չունեն մտնել քաղաք։ Սկզբում նախազգուշացնում են, հետո կրկնվելու դեպքում տուգանում։ Միևնույն ժամանակ Գուանչժոու քաղաքում լայնորեն տարածված են հեծանիվներն ու մոփեդները, որոնց համար նախատեսված են առանձնացված գոտիներ, իսկ մետրոն դարձել է քաղաքացիների ամենօրյա տեղաշարժի հիմնական միջոցներից մեկը։ Պեկինում եւս մեքենաները ամեն օր չեն կարող երթևեկել։ Քաղաքում սահմանափակումները կիրառվում են ըստ շաբաթվա օրերի եւ ավտոմեքենաների պետհամարանիչների։ Օրինակ, երկուշաբթի օրերին փողոց դուրս գալու իրավունք չունեն այն մեքենաները, որոնց պետհամարանիշը ավարտվում է 1 կամ 6 թվերով։ Կարգը խախտելու դեպքում նախատեսված է 100 յուան տուգանք, որը կրկնվում է յուրաքանչյուր 3 ժամը 1, եթե մեքենան շարունակում է երթևեկել արգելված օրը։ Այս սահմանափակումները չեն վերաբերում կանաչ համարանիշներին, այսինքն էլեկտրական մեքենաներին։ Եվրոպայում խնդրին մոտենում են համակարգված։ Գերմանիայում հասարակական տրանսպորտը գործում է ճշգրիտ ու վստահելի, ճանապարհներն ընդարձակ են եւ հարմար։ Բացի այդ, մարդիկ աշխատանքի գնում են տարբեր ժամերի, որպեսզի բոլորը միաժամանակ փողոցներ դուրս չգան։ Իսկ Փարիզում վարորդներին խրախուսում են ավելի հաճախ օգտվել հասարակական տրանսպորտից։ Քաղաքի գլխավոր մայրուղիների մի մասը հատկացված է ավտոբուսներին, իսկ անձնական մեքենաների համար տարածքը սահմանափակ է։ Դանիայում լուծումն ավելի պարզ է։ Բնակչության մոտ 20%-ը նախընտրում է հեծանիվը։ Ֆինլանդիայում, ԱՄՆ-ում եւ մի շարք այլ երկրներում կիրառվում են տեխնոլոգիական լուծումներ։ Ճանապարհային խցանումները վերահսկվում են բջջային հեռախոսների տվյալների միջոցով։ Եթե որևէ հատվածում մեծ թվով սարքեր են լինում, համակարգը դա ճանաչում է խցանում, եւ էլեկտրոնային ցուցատախտակները վարորդներին անմիջապես տեղեկացնում են դրա մասին։ Հարավային Կորեայում շատերը հրաժարվել են անձնական մեքենաներից ու նախընտրում են հասարակական
հասարակական տրանսպորտը։ Այն այնքան արդյունավետ է գործում, որ ճանապարհներին տեղադրված վահանակները վարորդներին իրական ժամանակում ցույց են տալիս խցանումների կետերը։ Մասնագետների կարծիքով ճանապարհային խցանումների դեմ պայքարը հնարավոր է միայն այն դեպքում, երբ կիրառվում են համակարգված մոտեցումներ, ժամանակակից տեխնոլոգիաներ եւ գործում է զարգացած հասարակական տրանսպորտ։ Սվետլանա Պետրոսյան, Անդրանիկ Մանսուրյան, ABC Media։ Եվ վերջում մի հետաքրքիր պատմություն տխուր ձիուկների մասին։ Չինաստանի գործարաններից մեկում աշխատակցի սխալը մեծ հաջողություն է բերել ընկերությանը։ Սկզբում նախատեսված է եղել, որ նոր տարվա թալիսման ձիուկ փափուկ խաղալիքը պետք է ունենա ուրախ ժպիտ։ Սակայն աշխատակցի սխալի պատճառով ձիուկների բերանները կարվել են դեպի վար։ Տխուր ձիուկներն անսպասելի մեծ պահանջարկ են ունեցել, ինչի շնորհիվ գործարանի աշխատակիցները պարգևավճար են ստացել։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է, եթերում կլինի Կարնի Մութաֆյանը։